Պարոն Իսագուլյան, երեկ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, կոշտ գնահատականներ տվեց Գագիկ Ծառուկյանին, նրա վարած քաղաքականությանը։ Ինչու էր հենց հիմա պետք այս քայլին գնալ։ Ակնհայտ է, որ սա ինչ որ իրադարձություններից հետո հասունացած իրավիճակ էր։ Ինչ էր հասունացել ի վերջո։ Ես կարծում եմ իշխանությունները հստակ տեսնում են, որ արդեն միայնակ իրենց ուժերով վերարտադրվելու խնդիրը, համանդրական փոփոխություններ կատարելու խնդիրը բավականին բարդ է։ Եվ իսկապես այդ հարցերում միակ խոչընդոտը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչու չէ նաև ԵՌԵԱԿ-ը, նաև մյուս հասարակական ու քաղաքական կազմակերպությունները, որ միացել են այդ շարժմանը, համաժողովրդական, եւ այդ վտանգը զգալով, որ հանրապետականը կորցնելու է ամեն ինչ, կարծում եմ սա այն վերջին ճղաձգումն է, ուրիշ բառեր ես չեմ ճարում, արտահայտելու համար իմ միտքը, որ դրսևորեց հանրապետական կուսակցությունը։ Ես անկեղծ ասած, սկզբնական շրջանում, երբ որ ինձ նախնական զանգահարեցին այդ ելույթի մասին, ասեցին, ինձ թվաց կատակ են անում։ Հետո նույնիսկ հենց ձեր հստակ ալիքով նայում էի երիտասարդ հանրապետականների այդ ոգևորվածությունը, մտածում էի, որ ինչ-որ սադրանք կա, որի մասին ես տեղյակ չեմ։ Հետո անկեղծորեն մտածում էի, որ սադրանքը հենց Սերժ Սարգսյանի նկատմամբ, տեքստը կարդալուց հետո։ Եվ մինչև հեռուստատեսությամբ անձամբ չտեսա, որ իրականում դրա ինքն է այդ ամեն ինչը ասում, ինձ համար անհասկանալի ու անընդունելի է։ Հանրապետության նախագահը հենվելով փողոցային ասեկոսների վրա, այսօր անվտանգության խորհրդին իսկ է հրավիրում ինչ-որ հանրահարականներ տալու։ Հանկարծ սկսում է անվանարկել մարդուն, որոշում է այն չափորոշիչները, որով քաղաքական գործ չի կարելի համարել քաղաքական գործիչ կամ չի կարելի համարել։ Սա ոչ Ստալինն է արել, ոչ Հիտլերն է արել, կներեք էլի, բայց իսկապես դες բաներ չեն արել, որ իրենք որոշեն թե ով է։ Հա չեն թույլ տվել, որ դրանք բայց չեն չափորոշիչներ դրել։ Հիմա չափորոշիչներ են դնում։ Սա շատ վտանգավոր է եւ այդ ելույթը ամենևին վայել չէր նախագահի։ Համբերության բաժակը լցվեց խորհրդաժողովին հնչեցրած մտքերից հետո, ինչ է կարծում, արդյոք խորհրդաժողովին հնչեցին մտքեր, որոնց մեջ իշխանությունը իսկապես վտանգ տեսավ։ Հիմա տեսեք, ես անձամբ մասնակցել եմ խորհրդաժողովին, ունեցել եմ ելույթ, ընդ որում երբ որ ես իմ ելույթում ասեցի, որ մենք 1-2 ամիս իշխանություններին պետք է ժամանակ տանք ներքաղաքական, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքական խնդիրները քննարկելու, գուցե միասին ինչ-որ լեզու գտնենք, խորհրդաժողովի բոլոր մասնակիցները ըստ էության հարձակվեցին վրաս, որ ինչի ես այդքան ժամանակ տալիս։ Պարոն Ծառուկյանի ելույթը շատ հավասարակշռված էր ու չափավոր, շատ ավելի ռադիկալ մոտեցումներ կային, բայց նույնիսկ դա այսքան եթե այսպես հունից հանեց հանրապետականին, որտեղ բոլորի ելույթում երեք լսել եմ բոլորին, հատկապես երկիր մեդիայի օրվա հարցը, թե երկրի հարցը Սամվել Նիկոյանն էր մասնակցում, հասկացա, որ այո, իրանց վրա ազդել է հիմնականում խորհրդաժողովը եւ նրա կոնտեքստում ձևավորված փաստաթուղթը, որտեղ հստակ ասում են, որ եթե դուք գնաք համանդրական փոփոխությունների, մենք ըստ էության դրան դեմ ենք արտահայտվելու եւ բոլոր միջոցներով, օրինական ընդ որում, միջոցներով պայքարելու ենք դրա դեմ։ Այսինքն հանրապետականը զրկվելու էր վերարտադրման իր հիմնական փաստաթղթից, որ ուզում է այսօր ընդունել։ Եվ դա այսօր իրենց համբերության բաժակ կարծում եմ լցրեց, որտեղ նրանք չեն պատկերացնում իշխանությունն առանց իրանց եւ իրենց առանց իշխանության։ Այսօր Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, ինչպես ինքն է ասում, ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ժողովրդին։ Նա նաև նշեց, որ ընդունում է մարտահրավերը եւ ամբողջական հանգուցալուծում կլինի արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով։ Այս իրավիճակում ինչ քաղաքական զարգացումներ, ինչ ցնցումներ են հնարավոր է ընդཐུպ մինչև ներքաղաքական պայքար։ Մտածեք, ի տարբերություն հանրապետության նախագահի ելույթի, որը իր բոլոր փաստարկները փողոցային ասեկոսների վրա էր հղում անում, այստեղ պարոն Ծառուկյանը իր ելույթում հստակ փաստարկներ է նշում եւ հարցադրում անում հանրապետության նախագահին, թե որտեղ են այս փողերը, որտեղ են այն փողերը ու ոնց է որ այս մարդը սա ունի, այն մյուսը նա ունի եւ ըստ էության պատերազմ, այսպես կոչված, սկսեց
Հանրապետական կուսակցությունը, երբ որ փորձեց մի ամբողջ քաղաքական կազմակերպություն դուրս դնել քաղաքական դաշտից, ընդ որում ասելով, որ այլևս իրենք են որոշելու, թե ով է համապատասխանում այդ քաղաքական գործի չափանիշներին, ով չի համապատասխանում։ Սա բացարձակ ուզուրպացիա է, բացարձակ ուզուրպացիա է։ Եվ այդ ուզուրպացիային պետք է հասարակությունը անպայման ինքը պատասխաներ։ Այս պարագայում, քանի որ ես կարծում եմ շատ դիտավորյալ եւ մտածված, սլաքը ուղղել էին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին ուղղությամբ, որ տեսնեն ինչ տեղի կունենա կողքում, արդյոք առնետավազ կա իրենց կարծիքով, հասարակությունը կվախենա, բայց ես կարծում եմ արդեն երեկվա ու այսօրվա թե համացանցերում տեղի ունեցող արձագանքները եւ թե ընդհակառակ այն ավելի ուժեղ համախմբումը, որ տեղի ունեցավ պարոն Ծառուկյանի շուրջ, երեք ես էլ եմ պատիվ ունեցել մասնակցելու, մի քանի 100 մարդիկ, թե ազատամարտիկներ էին, տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, իրենց խորհրդարանական խմբակցությունը, խորհրդի անդամները արդեն մարզերից էին եկել, ընդհակառակը տեղի ունեցավ շատ մեծ համախմբում։ Եվ կարծում եմ, այստեղ ոչ թե կա Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան հակամարտություն, այլ կա հանրապետական կուսակցություն իր ղեկավարով հանդերձ եւ ամբողջ հայ ժողովուրդ հակամարտություն, որովհետեւ ես վստահ եմ, որ եթե մի քիչ զգան որոշակի թուլություններ, կփակվեն մամուլի տարբեր միջոցներ, կփակվեն շատ կուսակցություններ, իմիջիալոց ասեն, որ այտենց հանձնարարական արդեն կա, որ արդարադատության նախարարության համապատասխան կառույցները սկսեն ստուգումներ կուսակցություններում եւ տեսնեն ով է համապատասխանում կուսակցության մասին օրենքին, ով չէ, դրանց փակեն, արդեն կա այդ հանձնարարականները։ Սա ես կարծում եմ այստեղ այդ պատերազմն է եւ պատերազմը ժողովրդին, ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, հայտարարել է հանրապետության նախագահը եւ շատ ճիշտ էր, որ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ վերցնում են այդ ձեռնոցը եւ պայքարելու են մինչեւ վերջ։ Կստացվի արդյոք այդ պայքարը մինչև վերջ տանել, մանավանդ որ մենք տեսել ենք տարիներ շարունակ իշխանությունները ինչպես են այն մարդկանց, ովքեր փորձել են քաղաքական դերակատարում ունենալ եւ նաեւ բիզնեսներում հաջողակ լինել, ինչպես են ճնշումների ենթարկել։ Խնամուն ըստ էության այսօր ստորացնում են եւ այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ եթե չեն հասկանում, չհասկացողներին կբամփենք։ Դրա համար եմ ես ասում, այսօրվա հայաստանյան իշխանական համակարգը հասկանալ, թե դա ինչ կառուցվածք է եւ ինչի է ծառայում, համենայն դեպս հայ ժողովրդին ու հայկական պետականությանը չի ծառայում, սա միանշանակ է։ Նախկինում եթե ինչ-որ դեպքեր նույնիսկ տեղի են ունեցել, ես կարծում եմ այս պարագայում շատ կարևոր է այն հանգամանքն էր, որ պարոն Ծառուկյանը ոչ թե հաջողակ բիզնեսմեն որպես հանդես եկավ, այլ նաև քաղաքական կառույցի ղեկավար եւ լուրջ ազդեցություն ունեցող քաղաքական հանրապետության բավականին լուրջ վարկանիշ։ Իրան նույն կերպ, ճնշելը բավականին վտանգավոր էր։ Եվ իշխանությունները, երբ որ հասկացան, որ արդեն վերջի կորցնում են այդ իշխանությունը, որոշեցին գնալ այս վերջին քայլին։ Ես կարծում եմ, սա իսկապես ծանր վիճակում գտնվող իշխանության ցնցումային գործողություններ են, բայց վստահ եմ նաև, որ դա կստանա համաժողովրդական մեծ հակազդեցություն եւ շատ-շատերն են փորձել, որ օգտագործեն, այսօր հավատացեք, որ եւ ազգային անվտանգության ծառայության շատ աշխատակիցներ եւ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության վարկերի տակ են, իսկապես այդ մարդիկ ծանր վիճակում են։ Եվ այդ մարդկանց հիմա օգտագործել իրենց երեխաների, կանանց, մայրերի, եղբայրների դեմ ցավոք սրտի անում է իշխանությունը։ Բայց հավատացեք, որ այդ ուժային կառույցների շարքային ծառայողները, նաև ինչու՞ չէ սպայական կազմի մեծ մասը երբեք իրեն թույլ չի տա օրինազանցություն կատարել սեփական ժողովրդի հանդեպ, որտեղ դա ուզում է հանրապետության նախագահան։ Եվ վստահ եմ, որ եթե հանրապետության նախագահի հրամանները չբխեն օրենքից ու սահմանադրությունից, բոլորը թող հասկանան, այլևս վաղը նոր իշխանությունների պարագայում որևէ մեկը չի կարող ասել, որ ես հրաման եմ կատարել, ինչ մեղք ունեմ։ Եթե կատարել ես հակաօրինական հրաման, դու անպայման ինքդ եւս պատասխանատվության ես ենթարկվելու։ Եվ կարծում եմ այդ ակնարկը կա որոշակի առումով նաև պարոն Ծառուկյանի այսօրվա ելույթում։
Ակնհայտ է, որ իշխանությունը հաշվեհարդար տեսնելու առումով երբեք կանգ չի առել, նաև ձեր իշխանության, նախորդ իշխանության ժամանակ։ Հին մեթոդներով է շարունակելու իշխանությունը գործել։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կսկսեն ստուգումներ, որոշակի խախտումներ կարձանագրվեն։ Հիմա երբ որ խոսում ենք հին իշխանությունների ու նոր իշխանությունների մասին, 95 թվական, 96 թվական, 98 թվական, 99 թվական, 2000 Համենայն դեպս այն պարագայում բոլոր դեպքերում իշխանությունները բավականին ուժեղ էին։ Սա առաջին։ Իշխանությունները երբեք սեփական իշխանությունը պահելը չէին դարձնում գերխնդիր։ Այն ժամանակ օրինակ շատ դեպքեր կան, որ ես ինքս անձամբ հանդես եմ եկել առանց որևէ մտավախության եւ ասել եմ, որ այո, այս դեպքի ժամանակ, երբ որ մենք խոսում ենք քաղաքացիների ազատության մասին, պետք է չմոռանանք նաեւ մյուս քաղաքացիների ազատությունների մասին։ Եթե մեկը խանգարում է մյուսի ազատության, դա նշանակում է օրենքի խախտում է։ Եվ ի պատիվ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը երբ որ իրավիճակը մի քիչ լարվեց, գիտեք, որ կամովին հրաժարական տվեց, ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի, նա չփորձեց իր իշխանությունը երկարաձգել, չնայած շատերը լեգենդներ էին պատմում, եւ հիմա այն բռնությունները, որ տեղի են ունեցել այն ժամանակ եւ հիմա, եկեք չմոռանանք ով այն ժամանակ ով ինչ պաշտոն ուներ։ Եվ հետաքրքիր ձեռագրային նմանություն կա։ Այդ ձեռագրերի մեջ մենք չենք կարող մեղադրել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ այսօր էլ են շարունակում եւ հաստատ երկու գործիչները այս խնդիրների հետ որևէ կապ չունեն։ Ուրեմն պետք է ես կարծում եմ սրանից հետեւություն անել, որ եղել է ինչ որ խումբ կամ մարդ կամ չգիտեմ ինչ, որոնք ի սկզբանե ունեցել են ծրագիր իշխանությունը վերցնելու կամ իշխանության գալու։ Եվ այդ ճանապարհին մաքրել են բոլոր այն խոչընդոտները, որ արկա են եղել։ Այս հարցերն էլ պետք է կարծում եմ հետագայում դառնան լուրջ քննարկման առարկա։ Եվ գուցե նաև սրանից է, որ այսօրվա իշխանությունները շատ վախենում են։ Որտեվ 27 կա, մարտի 1 կա, ուրիշ դեպքեր կան։ Ով է իրական մեղավորը։ Ինչև այսօր այդ հարցի պատասխանը չունենք։ Ես կարծում եմ վաղ կունենանք։ Նոր իշխանությունների օրակի նկատի ունեք։ Անպայման նոր իշխանություն, մինչև իրավիճակը չփոխվի, իշխանությունները։ Պարոն Իսագուլյան, բայց այսպես կոչված նոր իշխանության մեջ կան շատ մարդիկ, ովքեր անձամբ ներգրավվածություն են ունեցել ձեր նշած գործերում։ Գոնե ոմանց անունները մարտի 1-ի սպանդի ժամանակ շրջանառվել են, փաստահավաք խումբն է արձանագրել։ Հիմա տեսեք, ես չեմ ուզում նմանվել փողոցային ասեկոսենները մեկնաբանող, դրանք վերլուծող կամ տարբեր մամուլի միջոցներում առանց փաստարկի ինչ որ խոսակցությունների։ Ես այդ մասին բազմաթիվ անգամներ ասել եմ։ Ցավոք սրտի այնինչ ասվում է թե մարտի 1-ի, թե օկտեմբերի 27-ի, թե այլ դեպքերի հետ կապված, դրանք փողոցային խոսակցություններից վեր չեն բարձրացել։ Հիմա էլ ցավոք սրտի տեսնում ենք, որ նույնիսկ երկրի ղեկավարը քաղաքական օպոնենտին ճնշելու համար փողոցային խոսակցություններն է որպես փաստարկ բերում։ Ուրեմն պետք է այս մասին էլ մտածել, թե այն ժամանակերն էլ այդ ասեկոսենները ով է տարածել եւ ինչ նպատակով է տարածել։ Հաստատ վստահ եղեք, որ եթե մեղավորներ լինեին, որոնք այսօրվա իշխանության մեջ չեն, նրանք եւ հայտնաբերված եւ պատժված կլինեին։ Այսինքն ես էլ եմ եղել իշխանության մաս, Քոչարյանի ժամանակ աշխատել եմ որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ճիշտ եղել եմ ընդդիմադիր, բայց Գերագույն խորհրդի падգամավոր եւ բազմաթիվ անգամներ առիթներ եմ ունեցել նրա հետ տարբեր հարցեր քննարկելու։ Սերժ Սարգսյանի ժամանակ նախ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, հետո ազգային ժողով մշտական ներկայացուցիչ։ Եվ ես էլ ժամանակին, նոր Սերժ Սարգսյանը նոր ընտրվել էր նախագահ, հաշվի առնելով մեր նախորդ խոսակցությունները, մեր քննարկումները տարբեր հարցերի շուրջ, մտածում եմ, որ եթե այդ ամբողջ մեր քննարկումների, խոսակցությունների, պլանների գոնե 10%-ը կատարենք, ապա երկիրը կհայտնվի ծաղկունյաց ծաղիկ երկրի կարգավիճակում, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ։ Եվ իմ հրաժարականի հիմնական պատճառներից մեկը, որ արդեն անհասկանալի էր, մենք իրար հետ խոսում էինք, բայց մեկը իրար չէինք հասկանում։ Հիմա ասել, որ օրինակ ես աշխատել եմ բոլոր 3-ի օրոք, ինչ որ բարձերում մեղավոր եմ, դա աբսուրդ է, դա կարող է ինչ որ մարդիկ գրում են, դա ինչ որ փորձում են համեմատություններ արել, վերլուծություններ, բայց դրանք զուտ, նորից եմ կրկնում, տարբեր մարդկանց տեսակետներ են։
Ինձ պետք են հստակ փաստարկներ։ Իսկ նման փաստարկներ, որ օրինակի համար պարոն Ծառուկյանն է մեղավոր, Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր, Իսագուլյանն է մեղավոր, չգիտեմ, Ռաֆի Հովհաննիսյանն է մեղավոր, Ռուբիկ Հակոբյանն է մեղավոր, չկան այդ փաստարկները։ Ինչ տեղի կունենա ոչ իշխանական եռյակի հետ։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում կար որոշակի լարվածություն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջև հենց ճանապարհային քարտեզի տարբերության առումով պայքարի։ Հնարավոր է, որ այս կետից հետո ոչ իշխանական եռյակը ել ավելի միավորվի եւ մենք բոլորովին այլ իրավիճակ։ Հիմա տեսեք, ես քանի որ այդ գործընթացներին եւ կողքից եւ ինչու՞ չէ նաեւ անմիջական մասնակցությամբ հետեւել ու տեսել եմ, ըստ էության եռյակի մեջ ամենազսպող, ամենաբան ուժը դա Բարգավաճ Հայաստանն էր եւ սա պետք է ընդունել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա շատ խաղաղ, շատ հաշվարկված եւ այլն։ Իշխանությունները իրենք նենց արեցին, որ ըստ էության այդ ծրագիրը փոխվեց։ Եվ կարծում եմ հիմա եռյակը շատ ավելի միասնական կլինի, ոչ միայն եռյակը։ Պատկերացրեք, որ պարոն Նիկոլ Փաշինյանը խորհրդարան իմպիչմենտի հարց է բարձրացնում, չէ՞։ Ուրիշ պարագաներում դժվար է ասել ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Բարգավաճ Հայաստանը կմիանային, թե չէ, բայց հիմա ես վստահ եմ, որ այդ գործընթացը կարող է արդեն համատեղ արվի։ Այսինքն Փաշինյան, որի հետ գուցե շփումներ ես չգիտեմ ինչքանով որպես падգամավոր ունեցել են, բայց որպես քաղաքական խմբավորումներ համենայն դեպս միմյանց նկատմամբ այնքան էլ վարիացական չէին։ Հիմա կարծում եմ դրանք նույնպես կմիավորվեն։ Այսինքն իշխանությունները իրենք ստեղծեցին մի վիճակ, որ բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ եթե սա տեղի ունենա, իրանք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեն, բացի սպասարկելու Հանրապետական կուսակցությանը կամ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին։ Դե միայն սպաղվեն իրենց սպասարկելով։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները երեկվանից էլ ավելի շատ են հնչում։ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ խոսակցության մեջ կան առողջ տարրեր եւ ինչ եք կարծում, հնարավոր է Գագիկ Ծառուկյանին հեռացնելով եւ Ռոբերտ Քոչարյանին կուսակցության լիդեր դարձնելով հնարավոր ելքեր գտնի իշխանությունը, այսինքն այս պարագայում ինչ հնարավոր ելքեր կան։ Ռոբերտ Քոչարյանի վերջը կհայտարարի քաղաքականություն վերադարձի մասին։ Ուրեմն նախ նշենք հետևյալ, որ քաղաքականությունից երբեք հեռացած չի եղել պարոն Քոչարյանը, սա առաջին։ Երկրորդ, պարոն Քոչարյանը կուսակցական չի եղել, այսինքն անկախ հայաստանյան տարեգրության մեջ որևէ կուսակցության չի պատկանել եւ չեմ կարծում, որ առողջ ուժեր ասելով ի նկատի ուներ Բարգավաճ Հայաստանում պարոն Քոչարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ չի էլ պատրաստվում դառնալ վստահաբար, որովհետեւ ինքը միշտ ապակուսակցական է եղել։ Դա եղել իր ամենամեծ առավելություններից մեկը նաև ինչու՞ չէ։ Ես եթե իշխանությունները ինչ-որ ծրագրեր ունեն, հաստատ կարող են իմանալ, որ դա ոչ իրագործելի է եւ ոչ էլ կոնկրետ մարդկանց համար ընդունելի։ Շատ լավ ճանաչելով պարոն Քոչարյանին։ Ես չէի ուզենա, ես միշտ երբ որ իրավիճակ է լինում, ինչ-որ սուր կապ չունի զա ընտրությունների հետ է կապված, այս վերջին նախագահի ելույթի, պարոն Ծառուկյանի պատասխանի, չգիտեմ ինչու միշտ սկսում են հոլովել Քոչարյանի անունը։ Բնականաբար Քոչարյանը իրավասու է ինչպես ցանկացած մեկը եւ իմ կարծիքով գոնե պարտավոր, որ այս կարգի երևույթներին անպայման արձագանքի։ Դա իմ խորին համոզմունքն է։ Մարդը 20 տարի, 10 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, 10 տարի Հայաստանի Հանրապետության ղեկավար է եղել եւ բնականաբար այս վիճակի լարումը անպայման անհանգստացնելու է։ Ինչ կարգավիճակով դա ինքն է որոշում եւ կարծում եմ ուղղակի անտեղի կլի, որ մենք փորձենք այդ խնդիրը այսօր օրակարգային խնդիր դարձնել, դա շատ ավելի կարևոր խնդիր կա, որտեղ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ պարոն Ծառուկյանը, եւ Ռաֆի Հովհաննիսյանը պարտավոր են ամեն ինչ անել, նաև մյուս քաղաքական արտախորհրդանական ուժերի հետ, որպեսզի իրավիճակը բերեն օրինական դաշտ։ Իշխանությունները օրինական դաշտից հանեցին ամեն ինչ։ Եթե լայնամասշտաբ հանրահավաքներ սկսվեն, ինչպես խորհրդաժողովում նշեց Գագիկ Ծառուկյանը, արդյոք կարծում եք, որ հնարավոր կլինի գրանցել հաղթանակ։ Մենք տեսել ենք, որ իշխանությունը 2008-ին կրակել է։ Արդյոք այս պարագայում մենք այլ իրավիճակ ունենք եւ որևէ մեկը ապահովագրված է։ Հիմա տեսեք, մենք չգիտես ինչու միշտ 2008-ը շեշտում ենք, ես չգիտեմ դա
որոշակի խնդիր, ուրիշ բան է, երբ որ ամբողջ հասարակությունն է ինչ-որ բան ուզում, ցանկանում եւ գնում դրան։ Ուրիշ բան է, երբ որ հասարակության ինչ-որ հատված է գնում նման խնդիրների լուծման։ Դրա համար եկեք ավելի լավ է ոչ թե 2008-ի մասին խոսենք, այլ 88-1900 խորթային տանկերը հայտնվեցին, հա, խորթային մամլիչ մեքենան, բայց մեկ է ժողովուրդը հասավ իր ուզածին։ Իսկ երբ որ համաժողովրդական բնույթ է կրում այդ ամեն ինչը, ապա որևէ նախագահ, որևէ ուժ դրա դեմ չի կարող կանգնել։ Առավել եւս եթե այդ ուժային կառույցները հատկապես այսօր նույն վիճակում են ըստ էության ինչ որ շարքային քաղաքացիները մեր, հավատացեք, որ նրանցից շատ-շատերը վարկերի տակ են։ Ես դա ոչ թե ապրիորի ասում եմ, այլ կոնկրետ փաստեր կարող եմ ասել։ Մենակ չեմ ուզում անուններ տալ, որ այդ մարդկանց չդնեմ վտանգի առաջ։ Իսկ նրանք բոլորը ուզում են իշխանափոխություն։ Գիտեք, դες չթվա թե իշխանություն, ինձ համար հեչ հարմար չէր, հա, աշխատել մի իշխանության մեջ, որտեղ դու ինքնուրույնություն չունես, քեզ թելադրում են, թե դու ինչ պիտի անես։ Սրան գովա, սրան փնովի, սրա մասին վատ ասա, այս երևույթը սենց ներկայացրա։ Այսօր իշխանության օղակներում դուք մի քիչ առաջ բերեցիք պարոն Հովիկ Աբրամյանի օրինակը։ Անպայման Հովիկ Աբրամյանին պետք է հանձնարարվեր, որ իր խնամու նկատմամբ որոշակի բաներ կիրառի։ Եվ այսօր արդյոք Հովիկ Աբրամյանը այլ ելք ունի, թե չունի, ես չգիտեմ։ Ասում եմ, հարկավոր է հասկանալ, թե այդ իշխանական բուրգը իր մեջ ինչ ներքին բաներ ունի։ Օրինակ, իրանց գիտեք, ինչ չեմ ուզում օգտագործել, բայց վերածվել է սեկտայի, որից եւ դուրս գալը վտանգավոր, որտեվ կարող է սեկտան որոշում կայացնել։ Եվ այնտեղ մտնելը համարյա թե անհնար, որտեվ շատ փակ համակարգ է։ Հիմա թե ինչով են նույն Հովիկ Աբրամյանին հայտ վիճակում պահում եւ դրել, նորից եմ գրում, սրանց պատասխանները ժամանակը անպայման կտա։ Այն բոլոր հարցադրումները, որ ես արեցի, սրանք արկախված են օդում։ Եվ հասարակությունը այդ բոլոր հարցերի պատասխանները մինչև այսօր չունի, բայց վստահ եմ վաղը կունենա։ Իսկ շատ կարճ ժամանակահատվածում մենք այլ իրավիճակ ենք ունենալու բռն զարգացումներ քաղաքական։ Սա եւս կախված է այսօր բացառապես իշխանություններից։ Այսքան դեռ շանս կա երկխոսելու, պարոն Իսագուլյան, այսքանից հետո։ Բացառապես ուրեմն պայմանավորված է իշխանությունների վարքագծով։ Իշխանությունները մի բան պետք է հասկանան։ Սա նաեւ իմ հորդորն է, իմ խնդրանքն է իրենց։ Ես միլիոն անգամ ասել եմ, հա, որ Սերժ Սարգսյանը իմ ընկերն է եւ մնում է իմ ընկերը, ես մարդու նկատմամբ որևէ վատ բան չունեմ։ Եվ կուզենայի, որ իմ ընկերը պահի լրջությունը հասկանար։ Հասկանար, որ դե լավ, եկանք, արեցինք ինչ-որ բան, չստացվեց։ Հիմա հայրենիքի համար ծառայությունը ամենամեծ ծառայությունը, որից հետո հավատացեք ամեն ինչ կներվի, դա հասկանան, որ իրանք պիտի գնան։ Ու գնալու համար նախաձեռնեն խաղաղ իշխանափոխություն։ Այն է, հենց իրենք նախաձեռնեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, հանրապետության նախագահան ինքը երաշխավոր կանգնի, որ դրանք կլինեն ազատ, արդար ու թափանցիկ եւ մարդկանց կամ արտահայտությունը իրականում կգրվի այն ինչ որ կամ արտահայտեն, այդ դեպքում ինքը իր տեղը պատմության մեջ ապահովելու, այսինքն այս ելքը միշտ կա։ Բավական է մի փոքրիկ ազդանշան, իրանից չէին պահանջում, հրաժարվի սահմանադրական փոփոխությունների փաթեթից եւ եկեք նորմալ աշխատենք։ Մարդիկ չգնացին դրան։ Հիմա արդեն այնքան էլ արվել, իրանք բոլոր կամուրջները այրեցին, որ հիմա մի բան կա, եթե ուզում են, որ ամեն ինչ խաղաղ անցնի, շատ ավելի հզոր բռնակալներ են եղել եւ շատ ավելի դաժան են գնացել։ Բայց եղել են մարդիկ, ովքեր պահի լրջությունը հասկացել են, որ այն խորհրդականները, որ իրենց են խորհուրդ տալիս, շահ ունեն, ես շահ չունեմ։ Ես զուտ ուզում եմ, որ ընկերոջ հանրապետության նախագահի Հայաստանի անկախության ժամանակաշրջանում լումա ունեցող մարդը պատմության մեջ իր անունը գրի այն կարգով, որ ինքը երբ որ իրավիճակը շատ լարված էր, հասկացավ պահի լրջությունը, ինքը երաշխիք կանգնեց արդար ու ազատ ընտրությունների եւ իշխանությունը խաղաղ փոխանցեց։ Սրանով կլուծվեն բոլոր հարցերը։ Եթե սա տեղի չունենա, ձեռնոցը նետված է, ձեռնոցը վերցված է, ոնց են ասում, դուելը պետք է կայանա։